Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեքի հետ մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Եկեղեցու դեմ այս արշավի որոշ սրբազան հայրերի հակաեկեղեցական դավաճանական գործունեությունից հետո իհարկե չէր կարող Պետրոս Ղազարյան իր մոտ չհրավիրել նրանցից գոնե մեկին եւ ընտրել է մի փոքրիկ մատաղացուի, որին մենք այսօր մեծ սիրով կմշակենք մեր նախագծի շրջանակներում։ Բաժանորդագրվեք, հետևեք, կիսվեք եւ տարածեք։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ 10 սրբազաններ հայտարարություն ընդունեցին, որ Գարեգին Բ կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացված փորձաքննության արդյունքները, իսկ դրանք Տեր-Արշակի հայտնի տեսաերեզի փորձաքննության արդյունքներն են եւ նրանք ասում են հայտարարեցին, որ եթե կաթողիկոսը այդ ամենը ընթացք չի տալիս, ապա պահանջում են, որ նաեւ կաթողիկոսը այլևս չշարունակի կառավարել հայ առաքելական եկեղեցին։ Մենք այսօր կզրուցենք այդ եպիսկոպոսներից մեկի Մասյատոցն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Բարի երեկո։ Թող օրհնյալ լինի Գառնոկս այս ճիվաղ ի վայելում են ժողովրդիս հայոց։ Ամեն։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև Պետրոս ջան, ես էլ եմ շնորհակալ լսի։ Ընդամենը մի նախադասություն ձևակերպեցիր։ Երկու սխալ։ Արա ես քո այս տգիտության հետ ոնց վարվեմ, Պետրոս, այդքան էլ այդ աղջկերքը օգնում են, գրում դնում դեմդ, արա գրած դե չես կարում կարդաս դու արա։ Նախ արշակը Տեր Արշակ չի, Արշակ սրբազանը։ Հիմա օրինակ սրանք ասես Տեր, անտերի պես բանը բերել ես, ասում ես սրբազան, այն մարդը, որ սրբազանը ասում ես Տեր, այդ մի սխալ։ Երկրորդ է թեմի առաջնորդը, թեմի անունը Մասյատոցն չի այդ տղա ջան, այդ թեմի անունը Մասյացոտն է։ Հիմա եթե ասեք չես կարում ասես, բառերը չես կարում ձևակերպես, այն կճոյանին բերել դրան է հեշտ է, Արարատյան հայրապետական թեմա։ Արարատը հիմա չեք կարող ասեք, չէ՞, դուք Արարատով չպիտի ասեք։ Բավոն, այն Վայոց Ձորին բերեիր Աբրահամին, թենել չերելնի սեզոնն այդ հաշվետվությունների հարկայինի բանի։ Լավ ասեք, նստեիր երկու բառեր էլի սովորեիր, արա։ Եթե շատ ես նեղվում, ինքը արդեն քանի որ եկեղեցու կանոնակարգին, կանոնին դուրս գործում է, ինքը սրբազան իրան կարելի է հանգիստ չհամարել, ինքը արդեն կանոնականից դուրս է։ Իրան արդեն իր էությանը համապատասխան կարաս ասես։ Օրինակ կարայիր ասել, այսօր մեր հյուրն է Կովկասի մահմեդականների Թոխանշալուի Ղազյաթի հոգևոր առաջնորդ, ոչ թե Գևորգ, այլ Գյորգյոս Սարիգյուլ Նիկոլօղլին։ Այսպես կգար կգներ տեղը։ Ես ճիշտ եմ հասկանում իրադարձությունները։ Ստեղծվել է հանձնախումբ, որ պետք է քններ Արշակ սրբազանի վարքը։ Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ բնույթի տեսանյութերի հարցը։ Քննվել է։ Այո, հանձնաժողովը քննել է եւ գրավոր կարծիք է որոշում է ներկայացել վեհապարին, առաջարկելով ժամանակավոր կասեցնել Արշակ սրբազանի վարչական եւ եկեղեցական գործունեությունը, մինչեւ որ փորձաքննության արդյունքները կպարզեն դա ինքն է թե ոչ։ Իսկ մի րոպե, իսկ քո մասնակցությամբ ձայնագրությունը, որ տարածված էր YouTube-ում, այն հեռախոսային զրույցը, այն ինչ-որ աղջկա պատմություններ, այդ աղջիկն էլ ինչ-որ մեկի կինն էր, դու դրա հետ ինչ-որ կապված բազարների պատմությունների, դրա հետ կապված ոչ մի հանձնախումբ չի ստեղծվել, չի քննվել, տենց բաներ չի եղել, հա՞։ Թե մենակ դուք հարցակվել եք այն մարդկանց վրա, ով որ հարցակվել է Նիկոլ Փաշինյանը։ Չունես դու հանձնախումբ, հանձնախումբն ինչ է, քեզ չես ասում, այդքան տեսանյութերի հերոս ես էլ չեմ ասում, սիգարները, բաները, քո սիրուն աշխարհիկ կյանքը, բայց չքննենք տենանք, ինչ ես դու, որ դու ես քննում ուրիշների գործերը։ Դու չկաս այդ հանձնաժողովի մեջ Պետրոս, ինչի չկաս։ Ասա თუ քեզ է գրեն։ Եկել են նաև փորձաքննության արդյունքները։
դրան հաջորդել է ուրեմն այսպես ասեմ այդ առաջարկը որ ժամանակավոր կասեցրու վեհապար ժամանակավոր կասեցրու մինչև փորձաքննության արդյունքները կպարզեն եղելությունը մերժվել է ժամանակավորապես չի կասեցվել հետո հանձնախմբի անդամները դիմել են քննչական կոմիտե եւ ստացել են փորձաքննության արդյունքները որը ներկայացնում են վեհապարին Այդ որ քննչական կոմիտեն է, այդ նույն քննչական կոմիտեն է, որի ղեկավարին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է WhatsApp-ով, ու այդ պաշտոնից ազատվածը ոնց որ թե ունի նույն ազգանունը ու հայրանունը, ոնց որ այդ ձեր ըմբոս դարձած սրբազաններից մեկի ազգանունն ու ավազանի անունն է։ Էդի ազատվել է, դրանից հետո մի ուրիշը նշանակվել է, ու այդ նույն քննչականն է, որը հանիրավի ձերբակալել է եւ կալանքիա տարե Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, եկեղեցու բարերար Սամվել Կարապետ, այդ քննչականի եզրակացությունն է, հա, որ դուք հիմք եք ընդունում հետագա որոշ եկեղեցականներին վերաբերող հետագա որոշումների համար։ Ինքը ինչ ասում, չէ՞ որ ակնհայտ դա մեղք մենակ չի էլի, դա ոնց ասեմ, ինքնասիրություն ունեցող մարդը պետք է հրաժարական տա։ Ինքը ինչ արգումենտ է բերում, ոնց է պաշտպանում։ Դա անհատական զրույցների ժամանակ այլ արգումենտ է բերել, բայց ես կարող եմ ձեզ փոխանցել հանձնաժողովին տրված բացատրությունը, որ դա կարևորություն չի ներկայացնում իրենից, ես նոր հանձնախումբ կձևավորեմ, մենք կուղարկենք, չգիտեմ, Ամերիկա, եւ ես որքան գիտեմ, արդեն Ամերիկայից էլ պատասխան կա, որ այո, դա ինքն է։ Լսի դու ասենք իսկականից չես հասկանում ինչա կատարվում։ Մարդը պիտի ուղղակի այն ամենավերջին աստիճանի բութ լինի, որ չհասկանա, թե հիմա եկեղեցու հետ ինչա կատարվում։ Ասենք ինչի է թիրախավորվել Արշակ Սրբազանը, որովհետև այս ամբողջ ընթացքում Արցախը թշնամուն հանձնելուց հետո հիմնականում 3 սրբազան կար, որ քննադատական համարձակ խոսքով էին հանդես գալի։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը։ Միքայել Սրբազանին ձերբակալել են, դու էիր լացում Մայրաթորի Բակում, որ ձերբակալում էին Սրբազանին, չես հիշում, որ լացում էիր։ Բագրատ Սրբազանին ձերբակալել են, հերթը հասել է Արշակ Սրբազան։ Այսինքն դու այնքան բութ եք, որ չեք հասկանում ինչա կատարվել, նստած տեսանյութ եք քննարկում։ Տեսանյութ քննարկողներն էլ ովքեր են, ով աշխարհի կամպրոմատները գախին նստել, այսինքն Կրճոյանը Պետրոս, որ Նիկոլդան ասում է դու Բենթլի Սամո ես, դու օֆշոր ես, քրեական գործեր, չգիտեմ Աբրահամը, Քարամյանը, չգիտեմ են Անուշ Հայվանը, սրանք նստել են, բարեվարքություն են քննարկում Նիկոլի հետ։ Այսինքն դու չես հասկանում, հա ինչա կատարվում։ Դուք հասկացաք, որ ոչ մի հետևանք չունենալու եւ գրեցիք այս նամակը։ Հա, որովհետեւ արդեն 2 ամիս կլինի այս խնդիրը կա, մենք հետևողականորեն ես անձամբ իբրև եկեղեցու եպիսկոպոս իմ պարտքն եմ համարել հատկապես հասկանալու, որ սա խոցելի է դարձնում ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետեւ բոլորը գիտեն այս երևույթի մասին։ Անհնար է դա թաքցնել, ելի եմ ասում։ Այս այն խոսակցությունը չի, որ չգիտեմ, այս ինչ մեկը անկում է ապրել, ինչ մեկը կին երեխա ունի, այս խոսակցությունը չի։ Սա մի երևույթ է, որի մասին բոլորը գիտեն, եւ սա հասկանում եք անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին է։ Այսինքն մի րոպե, այն որ եկեղեցականները, այդ թվում նաև դու, որովհետև ձայնագրություն կա տարածված, անպարկեշտ վարք եք դրսևորում, այն որ դարպասում եք ուրիշների կանանց, այն որ սիրահետում եք, այն որ երեխա եք ունենում, այդ գրողների մեջ Պետրոս երևի մեկը չկա, որ ասես կոմպրոմատների տակ չկռած չլինի, էլի, իրանց հարստությունով, իրանց եղած չեղածով, իրանց երեխեքով, էդի նորմալ է,
Բայց ասեք դեռ տեսանյութը չկա։ Այսինքն երեխեն կա, երեխեն մեծացե, արդեն մեդալները շարեն, նստե, բամ, մեկը մոր հետ է նկարվում, մեկն Ամերիկա, երեխեքը կան։ Էդի ոչինչ որ երեխեքը կան, բայց տեսանյութ չկա, չէ՞ թե երեխեն ոնց հաստե։ Եթե տեսանյութը լեր, թե երեխեն ոնց հաստեղծվե։ Այդի արդեն կլներ դե հիմա ասենք թե 88 թիվ Պետրոսյան ամբողջ մարզում հաստատ մի հատ երկու հատ կամերա է եղել որ տաներ մի 50 ռուբլ այն վաղ ասենք այդ մարդը իր գործն անելուց ո՞րց պիտի դար չգիտեմ այդ նկարողին ճարեր բերեր ասեր արի նկարի բան որ էլի սենսացիա չի էլ այդ դե հիմա տեսանյութ երեխան կա սաղ կա բայց տեսանյութը չկա դե հիմա էլ արդեն դե գիտես արդեն 21-րդ դարն է սաղի տներն էլ բաղնիկներում էլ ճաշասենյակներում էլ արդեն կամերաները ծծծն տեղադրել է սաղ հետևում են բան ու արդեն տեսանյութ կա ու այդ տեսանյութը պետք է դառնա քննարկման առարկա իսկ մյուսներին պատրաստի ապրանք կա տեսանյութը չկա բա Էլի եմ ասում, այն տպավորությունը չլինի, որ իրենք հիմա ինչ են անում, փորձում են համահարթեցնել, բա էս էլ կա, բա այն էլ կա, բա այն էլ կա։ Արդյունքում թիրախավորում են։ Այստեղ մեր նպատակը թիրախավորել չի եղել որևէ մեկին։ Մեր նպատակը կանխելն է եղել, որովհետև եթե մենք այս հարցին պատասխան չտվեցինք, նշանակում մենք շեղվել ենք։ Այո, դու շեղվել ես, շատ ես, ոչ, կբերենք հեսա շողոլի, սաղիտ։ Դու գնացի եւ հանդիպեցիք Փաշինյանին։ Օրակարգ։ Դա տեսեք, երկու խնդիր կա։ Մեր հայտարարություն տեղի է ունեցել Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութերի հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպանը, ապա այս հարցը արդեն գրեթե 2 ամիս քննարկման նյութ է մեզ մոտ։ Գիտենք բոլորս էլ եկեցի պետություն արճակատման մասին, կոնֆլիկտի մասին, որը գնալով ավելի խորանում է։ Ու հասկանում ենք սա եւ եկեղեցուն է հեղինակազերգում այս ամեն ինչը, եւ պետությանն է վնասում, եւ պետականությանը։ Վերջերս ամեն ինչը դիտում են, չէ՞։ Այո, բա դիտում ենք։ Ու դու որ ասում ես սկսել է եկեղեցի պետություն արճակատում, բա քիչ չի հետաքրքրում, ասենք որ դու նստում ես քո կաբինետում, սեն սիգարետ ծերից կտրում ես, են երկու ծերի ես, այն կողխում ես, բերանես, հայց ծախում ես ժամերով։ Բա այդ ժամանակս ես սիգար ծխելու չես մտածում, ասես, բա ես երբ սկսվավ ես արճակատումը։ Ուրեմն որպեսզի դու հասկանաս երբ հասկսվե, ես քեզ հիմա ամսաթվեր կասեմ։ 2025 թվականի մայիսի 22 քու շատ սիրելի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարել է Բաքվում, որ իրանք ստեղծել են արդեն Կովկասի մահմեդականների Երևանի եւ Էջմիածնի Երևանի Երևան են ասում Ղազիաթ Էդի թեմն է որ պիտիներ Էջմիածնում Դու դրան չես արձագանքել իհարկե Մայրաթորը արձագանքել է մայիսի 23-ին Նիկոլոտ էլ չի արձագանքել ում հետ որ գնացել էի հանդիպման Դու էլ ես լսում Պետրոս լսի մեկա դու խառնելու ես աղա ամսաթվեր անուն ազգանուն բայց լսի Մայիսի 23-ին Մայրաթորի արձագանք Մայիսի 26-ից 28-ը վեհապարի այցելություն Շվեյցարիա այնտեղ հայտնի ելույթ է որը հեռացակվել է մայիսի 28-ին Մայիսի 29-ին կառավարության նիստ Նիկոլ Փաշինյանն ասում է որ եկեղեցում չուլանկա մեկ է աղբ շինարարության մնացորդ մահճակալ երբ քեզ նկատի ուներ մեկ էլ այդ մի 10 հոգու Այդ եղել է մայիսի 29-ին հետո իր կնգա հայտարարությունները մանկապիղծ սրբապիղծ եւ այլն Հունիսի 17 մայիսի 29-ին կառավարության նիստն հիշում ես չէ Հունիսի 17 ձերբակալվում է հայ եկեղեցու ամենամեծ բայրար Սամվել Կարապետյանը Հունիսի 25 ձերբակալվում է եպիսկոպոս Բագրատ Սրբազանը Հունիսի 27 ձերբակալվում է Միքայել Սրբազանը Դեկտեմբերի 4 Արշակ Սրբազանի ձերբակալություն Եկեղեցի պետություն հարաբերություն դու էդի համարում ես եկեղեցի ու պետություն հարաբերություն չես համարում որ Նիկոլ Փաշինյանը որը զավթել է մեր իշխանությունը պետության հետ կապ չունի Ալաշուքյուր Փաշազադե Իլհամ Ալիևի Էրդողանի հանձնարարությամբ հարձակվել է մեր եկեղեցու վրա արա որ եկեղեցին ավիրվում է հա չնայած քեզ ինչ կա դու կլես բան էլի Ղազիաթի առաջնորդ էլի քո համար ինչ փողը չէ Սիգարը ծխես ուտելի քլի աղջիկեր քլի զանգես են հրեշտակները գան բան այդտենց քո համար ինչ տարբերություն հայ կլնես թուրք կլնես
Հիմա իմիջայլոց հիմնական մասից են գալու, էդ էլ իմացի։ Հա դու էլ կլես իրանց առաջնորդներ են, խաչմաչը կանես են, կասինկա իսկի կապես կախիտ, են ինչ են դեն, չալմա մալմատես կտնես կախիտ, կնստես, մի հատ է չագուշ կախես դոշից հետ, կլես Ղազիաթի առաջնորդ։ Մենակ մեր հասարակությունը չի տեսնում թե ինչ է կատարում, այլև կարելի ասել որ ոչ թե կարելի ասել վստահ ենք որ բոլորն էլ եւ Սփյուռքում եւ արտերկրում տեսնում են ինչ է կատարում հայ եկեղեցու շուրջ եւ առհասարակ եկեղեցի պետություն հարաբերության Տեսնում եք, այո, տեսնում, բայց եմ ասում, բայց այդ ինչ որ ասեցի, տեսածի արդյունքն եմ ասում, ամսա թվերով եմ ասում։ Եվ այդ մտահոգությունը մենք ունեինք, որ պետք է երկխոսության նստել հասկանալու համար։ Այսինքն դու գնացել եք ոչ թե Արշակի հարցով, այլ Մենք Արշակի հարցով չեն գնացել, տեսեք ոնց է եկեղեցի պետություն երկխոսության։ Լսի, բա երկխոսողը իր ազգային անվտանգության ծառայությունը 2000 ոստիկանով, սև դիմակներով եկել էին լսվել էին մայրաթոր։ Դու էլ ընդ լացում էիր։ Ճաղրտում էիր։ Երկխոս էիր։ Բա եկել էին, արա մարդիկ իրանց ոտով եկել էին, դու էլ նստեիր երկխոս էիր։ Այսինքն դու կարծում ես, որ այնտեղ որտեղ արդեն զենքով, զորքով ներխուժել են մայրաթող, ընդ հարցի լուծման ձևը երկխոսելն է։ Արա եկել են կոտորում են, արա ինչ երկխոսես։ կաթողիկոսը ձեզ լիազորել էր։ Ոչ է լիազորում ես։ Չեմ ուզում տեսնեմ ոնց է եղել։ Բա դու եպիսկոպոս ես, այսինքն առանց կաթողիկոսի հետ համաձայնեցնելու, առանց վեհապարի օրհնությունը ստանալու, կարաս գլուխը տնգես, ինքնագլուխ, այդ 8 հոգով, իսես գլուխները տնգեք, գնաք Նիկոլ Փաշինյանի հետ, աղոտ, այսինքն դուք Էջմիածին էլ չեք գնում, ընդեղ չեք աղոթում, էթում եք Նիկոլ Փաշինյանի Ղազիաթ, այդ արդեն սարքել եք ձեր համար խասիաթ, որ ձեր խասիաթով արդեն ոչ թե մայրաթոր եք գնում, այլ Ղազիաթ է, առաջի Ղազիաթը Հայաստանում, շնորհավոր եմ Պետրոս, դու էլ կարաս այդ ասնդե, առաջի Ղազիաթը Նիկոլ Փաշինյանի կաբինետն է, հիմա սրանք քանի որ արդեն էլ քրիստոնյա չեն, Կովկասի մահմեդականներն են, արդեն գնացել են Նիկոլ Փաշինյանի Ղազիաթ, ու քանի որ իրանք արդեն մահմեդային մեր եկեղեցուն չեն պատկանում, կաթողիկոսը ինչ ունեն քննարկելու, Ալլահ շուքյուր Փաշազադեին ասում են, Իշալլահ, մենք հետում ենք Իշալլահի մոտ, գելան գնացին, էլ ինչ համաձայնեցնել։ Դու չեք ասել, որ մենք գնում ենք Փաշինյանի։ Չէ, տեսեք ոնց է եղել։ Ուրեմն այս խնդիրը, այս կոնֆլիկտը եկեղեցի պետություն արդեն երկար ժամանակ մեր ժողովների քննարկման առարկան է եւ շատ հաճախ են մեր ժողովները վերջի շրջանում, հատկապես վերջի 6 ամսվա ընթացքում բազում ժողովներ են կարել գրեթե ամեն շաբաթ, եւ օրակարգային հիմնական հարցերից մեկը այս արճակատումն է եկեղեցի պետություն։ Կկանգնի, եթե եկեղեցին վերանա, արճակատումն է կվերանա, սա արդեն ձև կա, չէ՞, այս երկրում հարցերը լուծման։ Օրինակ Ղարաբաղյան կոնֆլիկտ 30 տարվա արճակատում։ Նիկոլ Փաշինյանը եկավ, խնդիրը լուծեց, բարձ, հանգիստ, Արցախ տվեց Ադրբեջանին, արցախցիներին ընդեղից հանեցին, ցեղասպանության ենթարկեցին, բռնի տեղը հանեցին, այդ արճակատումը վերացավ։ Հիմա արճակատման օբյեկտը դարել է եկեղեցին։ Հիմա եթե եկեղեցին այս հայրենիքի գողիկները միանան հայրենիքի գլխավոր գողին, արդեն 10 գողիկ կա, այդ 10 գողիկը միանում են գլխավոր գողին, եկեղեցին տապալում են, վերացնում են, արճակատումն էլ է վերանում, պարզ բան։ Հիմա էլ այս մարդիկ գնացել են, որպես պուճուրիկ գողիկներ, որոնք ամեն մեկի տակ նստած է մեծ կոմպրոմատ, հələ մեկ կա կոմպրոմատին հետ է մանատալ, այր ասա տենը մեզ սաղ հենց հետ են խոսում, հենց դրան պետք է տնես կամերայի առաջ ասես մի շոֆերն։ Այս իրանց կոմպրոմատներով, էթում նստում են մեծ գողի մոտ, ասում են հայրենիքի գող, քո մոտ լավ է ստացվում, մեր հայրենիքը, դրա տարածքները, քաղաքացիներին, ժողովրդին, արժեքները կործանել է, էդի քու ձեռից գալիս է։ Մենք ես ինչով կարանք օգտակար լինենք, որ այդ անտեր մնացած այդ հայ առաքելական եկեղեցինը վերացնես, որպեսզի այլևս արճակատում չլինի։ Այս մարդը հանգիստ նստի մի հատ գիշերային ակումբում, իր սիգարը ծխի, հրեշտակները գան, իր վրա թևածեն։
Եվ երբ որ մենք մեր հայտարարությունը արեցինք, այդ հայտարարությանը հետևեց վարչապետի հրավերը։ Մի րոպե, հələ մի հատ սպասես, դե կարևոր բան, որ ասում ես հայտարարությունը արեցինք։ Այդ հայտարարությունը տեքստ էր, չէ՞։ Այդ նշանակում է ինչ որ մեկը նստել գրել էր, չէ՞, կոմպյուտերով հավաքել։ Բայց կասես այդ մեկը ով էր։ Ոսեք դուք 10 հոգով ունեց 8 հոգով, չեք ասում։ Ես մի բառն եմ կողմից գրի, ես մեկն է, չէ՞, մեկը գրել է, զանգել է, ասել է, ասես մի հատ տեքստ կա, միանում ես այդ ստորագրությանը, տենց է չէ եղել։ Ման չի չեք ասում ով է այդ մեկը։ Կարող է Անդրանիկ Սրբազանն է, ՑՑՑ-ից։ Հա? Անդրանիկ Սրբազանն է գրել տեքստը։ Բայց ոնց է որ այդ տեքստը տարածվեց հայկական ժամանակ օրաթերթով, այլ ոչ թե թեմի առաջնորդ էր։ Առաջնորդի կողմից հայտարարություններ արել, թեմի էջում դնեիր։ Քո սոցիալական հաշիվների, այսինքն ինչի դա եղավ հայկական ժամանակ օրաթերթից։ Ով էր դրա հեղինակը։ Ով է ձեզ ներքաշե այս ամեն ինչի մեջ։ Ով է ձեզ ղեկավարում։ Թե հենց ոչ էլ Անդրանիկ Սրբազանը, բանը Ալաշուքյուրն արե։ Պետրոս դրանց մոտ հայերեն գրող կլի, ոչ չլի։ Կլինի, ոչ չլի, 100% կլինի։ Երկու խնդիր ունենք։ Մեկը այս հարցն էր, որը առաջացել էր եկեղեցի պետությունից լարվածության կոնտեքստում, այդ ժամանակի հայտ եկավ այս տեսանյութերը, իհայտ եկան, մյուսն էլ երկխոսության հարցն էր։ Բա մենք չիմանանք պատճառը որն է, որ ամենայն հայոց կաթոլիկոսին դիմում են անուն ազգանունով։ Նոր են դիմում 2019 թվականին Ալեն Սիմոնյանը Լազգային ժողովի փոխնախագահ էր, կաթողիկոսին դիմում էր Ավազանի անունով։ Բայց հիմա դու ո՞նց ես հետում արա դրա հետ ողջագուրվում։ Այդ հարցի պատասխանը դու իրանից ստացել ես։ Նոր են դիմում։ Բայց ասում է եկեղեցիներում կոկա-կոլա են ծախում, Ալենն է ասում։ Գինի են ծախում։ Կոմոտ իշքան է կոկա-կոլան արա։ Լիտրանոցը։ Չէ, բանովը չէ, զրոն չէ։ Սովորական, շաքարովը։ Լիտրանոս կոլան ու լիտրանոս ֆանտան նույն գնով ես ծախում։ Բայց Ալենն ասե որ դու կոկա-կոլա ես ծախում։ Բայց հարցի պատասխանը դու ստացել ես Ալենից։ Հիմա այդ որ Նիկոլ Փաշինյանը ասում ես, մեզ Նիկոլ Փաշինյանը կանչեց, մենք գնա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը քեզ ինչ ասի դու պետք է անես, հա? Պետրոս։ Ասեք Պետրոսին Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, Պետրոսն անում է։ Արա Պետրոսը Նիկոլի աշխատողն է, Պետրոսի կնիկը Նիկոլի կառավարությունում նախարար է, Պետրոսը ամիսը $15,000 մարդու կնիկ Նիկոլի պետությունից, Նիկոլն է վարչապետը փող են ստանում։ Դրա համար ինչ ասում է, սի անում է։ Դու ինչ ես Նիկոլի ասածներն անում։ Հիմա ասենք թե Նիկոլ Փաշինյանն է, որ ընդ ձեզ կանչել է, ասել ուրեմն հիմա 8 հոգով եկել եք, ստե 8-ը տեղ չոքեք գետնին, շամպես հաչացեք։ Հաչալու էիր։ Ինչ գործ ունես դու Նիկոլ Փաշինյանի հետ։ Դու չես դրա ասածները անում։ Որովհետև կարևոր գործ անում, հա, եկեղեցին է մեր ավերում, երկիրն է ավերում, այ գնում եք օրհնեք իրան, որ մի հատ Վազգեն կա, օրհնում է, որ ինքը մեր երկիրը հանձնում է։ Որը ինչ դարա ասա երեխան տեսել ես քերուն նմանել, արի հոր պնչից թռած արա։ Ես Հիմա ճիշտ չեմ դուք համարում։ եք ընդդիմության թիրախը։ Դուք դավաճաններ եք, Այո։ ասում են, որ ձեզ ստիպել են, կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել, իսկ ընդհանրապես Արշակ Սրբազանը ասում է, որ դուք դավաճանել եք ձեր ապրած կյանքը եւ վեհապարին։ Լսի, ընդդիմությունը ինչ կապ ունի Պետրոս։ Ամբողջ ժողովուրդն է թքում սրանց երեսին։ Ինչ կապ ունի ընդդիմությունը։ Մարդը դավաճանություն էլ ոնց ալում։ Եթե դու մի առաքելություն ստանձնելուց երթում ես տալի։ Հետո այդ երթմանդ հակառակ գործողություն ես անում, դա կոչվում է դավաճանություն։ Հիմա այս մարդը ձեռնադրվելուց երթում է տվե, հիմա իր երթմանը հակադիր գործունեություն անում։ Ընդդիմությունը ստե ինչ կապ ունի, կարաս ինձ ասես։ Սովորական դավաճան են ասում։ Բա ինչ ասեն հերոսը, հա? Մասաչոչեցեցնի հերոսն է։ Դու ինչ ես ասում։ Իսկ ինչ վերաբերում է մեր դավաճան լինելուն, այո, եթե հայ եկեղեցու շահին ծառայել մեր պետական շահից չշեղվելը համարվում է դավաճանություն,
Դու հիմա դավաճան ես, չէ՞։ Այո, դավաճան ենք։ Ապրես։ Կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել։ Ձեր այ կա կոմպրոմատ ձեր վրա։ Ում կողմից։ Չգիտեմ իշխանության դե Չէ, ես իշխանությունները ինձ երբեք ախր ոնց ասեմ։ Պետրոս լավ էլի Պետրոս։ Դու չես լսես սրա ձայնագրությունը։ Այդ ցավը տանեմ ձայնագրությունն է չլի։ Նայում ես տեղով ոտից գլուխ կոմպրոմատ է էլի։ Ասենք մի 1.5 մետր կոմպրոմատ տեղով։ Ինչ կոմպրոմատ ես մանգալի։ Անկես ասած իմ համար այդ ամեն ինչը ծիծաղալու է։ Բացարձակ այդպիսի բան չի եղել։ Ես իշխանությունների հետ այդպես շփում էլ չեմ ունեցել։ Այ ախպեր, քեզ չեն ասում է, որ դու քո կոմպրոմատը իշխանությունների հետ շփում է։ Քո կոմպրոմատը խաղի կնանիքի հետ շփումներն է, իշխանությունների հետ կարող է ուրիշ բաներ ես արել, չես ասում արա։ Հա? Պետրոս, էդի մի բան կլի, հենց այնպես չի լինի։ ձեզ կներեք, ձեզ այն շատերն էլ ունեն կին, երեխա։ Շատ լավ, դա տարածված է ձեր մեջ հիմա ինչ հասարակություն Սպասը ինչն է լավ է։ Ինչն է լավ։ Պետրոս ջան, շատերը չեն։ Ովքեր ամուսնացյալ քահանա են, իրանք իրավունք ունեն, ովքեր որ ամուսնացյալ չեն, կուսակրոն են, այդ 10 հոգին են էլ։ Հիմնական այդ պրոբլեմայինները այդ 10 հոգին են։ Հիմա այդ 10 հոգին գնացածում են այ մարդ։ Տենում ես, բալիկը իշքան իրա պապային նման է, մռութը։ Բայց տեսանյութ չկա, հա։ Բալիկ կա մենակ, հա, տեսանյութ չկա։ Իսկ նրանը մի հատ տեսանյութ է, որը պարզ չի։ Այն մարդն ասում է ես չեմ, հաստատվում է, որ ինքը չի, բայց չի իրան հուզում ասի, այս մարդուն, եթե ինքն է, ապա ինչ իրավունք ունեն իրան նկարելու, այդ կարող է ուրիշներին էլ են նկարելու, ուրիշներին էլ են այդ բաները իրան չի հետաքրում։ Չեն ասում, բալա, պապա գործի է, հիմա մատ ուրիշ ձյաձյայ տեսանյութի հարցով է զբաղվում, հեսա կվերջացնեմ կամ բալես, ինչ բերեմ քեզ։ Մեկն էլ ասում է, հեն տղաս, բան չի քեզ հիմա գործ չեն տալի, բա ասես կլինի եկար հասար մինչև գեներալ քեզ գործ չեն տալի, ում հետ խոսեմ, բալես քո գործի հարցերը լուծեմ։ Այն էլ ասում է, ես իմ պապ, չգիտեմ, թող մնա հələ WhatsApp-ով տենանք ինչ ալնում։ Ահա։ Էդի նորմալ է։ Բայց Էմիսները նորմալ չի էլի Պետրոս։ Շատ չեն։ Երկու հոգի են։ Դե ով էլ կար արա, այդ KGB-ի աշխատանքն էլ բանի նման չէ։ Արա տասնյակ տարիներով աշխատե, բերեմ ես սաղին հավաքում, միտեղ տանում ես տանում ես կամերաներ, ասես բան կարելի անել բայ ախպերերը։ Կա այդ խնդիրը, ես այդ սկզբից ասեցի, այդ խնդիրը կա, որը պետք է բարեկարգվի, այնպես չի, եկեղեցու կաթողիկոսները չեն իմացել, եւ դա նոր չի։ Այդ խնդիրը նոր չի, հին է, բավական հին խնդիր է, որը պետք է բարեկարգել։ Թող բարեկարգեն։ Ես այդ մասին շատ երկար ժամանակ եմ խոսել կուսակրոնության մասին, որ կուսակրոնությունը եկեղեցական կուսակրոնություն նկատի ունեմ։ Գիտեք, կա վանականություն եւ եկեղեցական կուսակրոնություն, որ եկեղեցական կուսակրոնությունը պետք է բարեկարգվի։ Այո։ Ծխելն էլ, այդ ծխելու հարցն էլ պիտի կարգավորի խմելն էլ։ Սա պիտի բարեկարգվի, որ թողնեն, ասենք այս մարդը հանգիստ իր համար ինչ սրտով անցնում է անի, թե չէ ասենք գալիս է, էլի անում է, բայց ասենք այն չի էլի։ Մտածում է կարող է հանկարծ այդ ինչ-որ անում է էլի կոմպրոմատ։ Շուտ բանից է զբաղվում ինքը ռեֆորմիստ։ Ես տեսա նաև որ վանականներն են ձեզ քննադատում։ Վանականներ։ Նու նկատի ունեմ ավելի ցածր։ Ո՞վ քահանաները, հա։ Ինքը սա խառնում է իրար էլի։ Էսի պրոբլեմա տենց անուն, ազգանուն, պաշտոն, կոչում, մոտավոր է, սրանը սա մոտավորապես է։ Վանական կլինի, քահանա կլինի, սրբազան կլինի, հայր սուրբ կլինի, իր համար սա մեկ է։ Կարևոր է 20-30 րոպեն անցնի, թե իր փողը ստանա։ Մի աբեղա մեզ քննադատում է դավաճան է անվանել, հավանաբար իր նվիրումն է այդպիսով վեհապարի հանդեպ փորձում արտահայտել, բայց էլի հակակարողական է, դա աբեղայի գործը չի եպիսկոպոսներին քննադատել, մանավանդ որ կա հայտարարություն արված։ Այսինքն
Եպիսկոպոսների ըստ կանոնակարգի, ըստ կանոնադրության, եպիսկոպոսները կարող են վեհափառին քննադատել, վեհափառի դեմ արշավ սկսել, վեհափառի հրաժարական պահանջել, այդան այդ հրաժարականը քննարկեն աշխարհականների հետ, իշխանության ներկայացուցիչների հետ, որը օրենքով արգելված է հանցանք է համար, դա կարող է, բայց ասենք աբեղան եպիսկոպոսին չի կարող, եպիսկոպոսն ուրիշ է Պետրոս։ Դու որ ես քահանա, որ ես եկեղեցական, եպիսկոպոսի վրա կկանգնես։ Դրանից լավը չկա։ Եղա։ Պետք չի շրջանցել իրողությունը։ Դե դες քննադատողները ամեն ինչից խոսում են, բացի Հա, հասկանում։ բուն գործից։ Այո, որովհետեւ դա կարևոր չէ։ Իսկ ամենահետաքրքիրը որ ընդդիմությունն է մտել այս թեմայի մեջ։ Ինչ կապ ունի ընդդիմությունը այս հարցերի հետ։ Լավ կները, եթե ընդդիմությանը այդքան հետաքրքիր էր ով կին երեխա ունի, բայց մինչև այս, ինչու այդ հարցերով չեն զբաղվում, եթե այդքան նախանձախնդիր էին։ Ոչ մի ընդդիմություն չկա, դու ես գնացել իշխանության ձեռը։ Դու ես գնացել իշխանության հետ հարցեր քննարկում, ինչ ընդդիմությունից ես խոսում։ Հրեսիշ իսոնա Պետրոս։ Պետրոս, դուք որ սեփական տոնը ձեր են հողամասում, գետնախնձոր աճում է, գետնախնձոր։ Հələ մատ կետաս մի լապատկա գցես քանես, տենաս գետնախնձոր կա թե չկա։ Եթե լինի մի 2-3 կիլո կուղարկես այս մեր անուշը բաններ, մյուսներ, Գյորգյոզին։ Թոուտի։ Դե երբ որ քաղաքականացվում, իրանք ասում են, որ իշխանությունը ինչով է զբաղվում։ Թողենք, բայց իրանք ասում են իշխանությունը իրավունք չունի խառնվել։ Հիմա իրանք խառնվում են եւ պահանջում են։ Իրանք չեն ասում է Պետրոս, այդ մեր երկրի սահմանադրությունն ու օրենքներն է ասում։ Իրանք չեն ասում, իրանք ընդամենը ասում են կլինի մեր երկրի կյանքը կազմակերպվի, ինձ ոնց որ գրած է սահմանադրության եւ օրենքների մեջ, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի Facebook-ի պրոֆիլում։ Հիմա իրենք մեր շահարկում են մեր հայտարարությունը կանոնական դաշտում է։ Լրիվ կանոնական դաշտում է, ինչ կապ ունի, մենք իրենց օրակարգի հետ ինչ կապ ունենք, կամ իրենք մեր օրակարգի մեջ ինչ են մտնում։ Այսինքն կանոնական դաշտում ես դու համարում, որ կարա բոլոր եպիսկոպոսներից, մի քանի տասնյակ եպիսկոպոսներից ընդամենը 10 հոգի դուրս գա վեհափառի դեմ ու վեհափառի հրաժարական, կանոնական դաշտում ես, հա, դու գործում։ Չնայած կարող է բանը, ես չգիտեմ, այդ Կովկասի մահմեդականների կարգը կանոնը գիտես դու Պետրոս, կարող է դրանց կարգերով տենց է, չեմ անում, բայց մեր եկեղեցին այդպես կանոնականություն չունի։ Թվավաճան։ Կամ ինչու են մեր օրակարգը կապում իշխանության հետ, ինչ կապ կա։ Արա դու լրիվ քյալ ես։ Այսինքն ո՞նց ինչ կապ կա իշխանության հետ։ Բայց այդ կառավարության նիստից որ հայտարարություններ անելով իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարձակվել են եկեղեցու վրա, որ իշխանության ներկայացուցիչները հանիրավի սրբազանների են ձերբակալում։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի իշխանության հետ։ Բայց որ դու գնացել ես Նիկոլ Փաշինյանի մոտ, այդ հոգևոր առաջնորդին մոտ էիր գնացել, թե իշխանության ներկայացուցիչի մոտ էիր գնացել, գործադիր իշխանության։ Ինչ կապ ունի։ Չասես սրանարա։ Այսինքն ես չեմ հասկանում Արշակ Սրբազանը մենք եւ տեսանյութերը ինչ կապ ունի սա կուսակցական, իշխանական պայքարի հետ։ Արա ոչ չես կարող հասկանաս։ Վարչապետը չեր ասե Սրբազան գնայի Սարային արայի մետ ինչ գործ ունե, հետո այդ տեսանյութ տարածողը իշխանությունները չէին տարածել, իշխանական կայքերով չէր տարածվել այդ տեսանյութերը։ Իշխանությունը պիտի բացահայտեր, չէ՞ թե ով է տարածել ու չի բացահայտում։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Դու կողմ եք, որ եկեղեցին մտնի քաղաքականություն եւ բացարձակ դեմ։ Սրբազանը սուրբ շարժում սկսի գա Երևան իշխանություն։ Ես բացարձակ դեմ եմ եղել եւ իմ հետ դեմ են եղել 20 այլ եպիսկոպոսներ։ Բայց ես եմ իրենց հետ դեմ եղել, այնպես մատուցվեց, որ բոլորը կողմ են եղել, վեհապառ օրնել է։ Ես ինձ շտկեմ,
ասեցի իմ հետ դեմ են եղել, ես եմ իրենց հետ դեմ եղել, եպիսկոպոսների հետ դեմ եմ եղել, 24 եպիսկոպոս եմ մասնակցել ժողովին, երբ որ քննարկվել այդ հարցը եւ 24-ից 20-ը դեմ են եղել, որ Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում սկսի։ Բայց Բագրատ Սրբազանն ինքն էլ է դեմ եղել, որ քաղաքական շարժում սկսի։ Բագրատ Սրբազանի շարժումը քաղաքական գործընթացների հետ ինչ կապ ունի։ Այ երիտասարդ քաղաքականը գիտես ինչ է։ Քաղաքականը քաղաքական կուսակցություն է, քաղաքականը դա ընտրություն է, քաղաքականը գաղափարախոսություն է։ Երբ որ մարդը սրբազան է մի տարածքում, որի տարածքը հանձնում են թշնամուն, ու մարդը որպես մտավորական, որպես հոգևորական, որպես հայրենասեր մարդ դեմ է, որ հանիրավի, առանց օրենքի, առանց կարգի, առանց պայմանագրի մեր պաշտպանական դիրքերը, որտեղ ինքը բոլոր առիթներով այցելել է, Բագրատ Սրբազանը գոպես Սրբազան չի ելե, այդ որ դու սաղորը բարերում սիգար ես ծխում, Բագրատ Սրբազանը մարտական դիրքեր էր այցելում, բանակի օրը, նոր տարուն, սահմանադրության օրը, անկախության օրը, նրա կյանքը զինվորականության հետ է անցել, որպես սահմանամերձ թեմում հոգևոր առաջ։ Հիմա իր այցելած դիրքերը այս մեկը այդ քո թշնամի ընկերը հանձնում է եմյուս թշնամու ընկերոջդ։ Բագրատ Սրբազանը շարժում է սկսում, որ դրա դեմն առնի, դրա քաղաքականը ո՞րն է։ Ինչ քաղաքական։ Ասեմ, եւ մենք վեհապարին էլ ենք, որովհետեւ դա հակականոնական է, հակականոնական։ Բայց նա սարսվեց։ Այո, սարսվեց, բայց դա հարցը չլուծեց, մարդը զգեստով ներկայացավ իբրև առաջնորդ դուք լավ եք հիշում եւ շատ-շատերը նկատի ունենալով, հասկանալով կամ նույնացնելով հայ եկեղեցու հետ այդ ամեն ինչը ես էլ եմ ասել նույնացնելով հայ եկեղեցու հետ գնացին միացան կամ հույսեր ունեին, չգիտեմ, կարող շատ ազնիվ են միգուցե եղել նրանց հույսերը, ես չգիտեմ, բայց որ եկեղեցականը չպետք է այդպիսի բան աներ, դա միանշանակ փաստում է եկեղեցու կանոններով։ Եկեղեցականը Պետրոսյան պիտի իր համար իր ուտելիքը տնի հանգիստ մի կիրակի օրվա պատարագա, որ ուզում ես իմանաս էդ է կար, մանավանդ մնացած արարողությունները թե մի քահանաները թողանեն, ինքը ասես նստի իր առաջնորդանից այդ գրասենյակում, ես վերջերս մի հատ գարաժ էին սարքել կողքը, ինքը իր ավտոն ունի, ուտելիքը կա, զանգում էլ է, հրեշտակները գալիս են, իրան օրհնություն են բերում, հանգստություն են բերում, այդպես բաներով պետք է զբաղվի հոգևորականը, իր պատկերացումներով։ Հոգևորականը ոնց կարա հայրենիքի պաշտպանությամբ զբաղվի, մտահոգություններ ունենա սեփական ժողովրդի, նրա ճակատագրի վերաբերյալ։ Չէ, պետք է հանգիստ արա տալիս են թո տան, էսի կա չկա թո չլինի։ Մենակ իշխանությունները այդ լավ ելնեն, որ այդ իրանց այդ հրեշտակների, այցելությունների, զանգերի, բաների մասին իրականում կարալն է, ուղղակի դրա տեսանյութը չելնի, հարարասկանում ես այդ անտեր մնացած տեսանյութն է պրոբլեմը։ Այդ է որ չլնի, սուս զենդ կտրում ես, նստում ես ապերջան, այսքան մարդ ես քո համար, նստի ավտոտ գնաս, դե արի ինձ հանգիստ քո համար, այդտենց պիտի լինի այս մարդու պատկերացումներով հոգևորականը։ Թե չէ Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, Արշակ Սրբազան, մեկն էթումա Ծիծեռնակաբերդից նզով քանում, մեկը հարցազրույցներ է տալի, մեկը ժողովրդական համազգային շարժում առաջնորդում, դա չէ լավ, այ մարդ նստեք ուտել հանգիստ դողոված ես բան ասում այ ախպերարա։ Ես չեմ արել սատարող հայտարարություն, որովհետև դեմ եմ եղել եկեղեցու քաղաքականացման, իսկ դա քաղաքական գործընթաց էր, պետք չէր։ Սուտ ասում։ Անձամբ գնացել է Կիրանց եւ աջակցությունը հայտնել Բագրատ Սրբազանին։ Տեսանյութից է, չէ՞ դու վախենում։ Տեսանյութը կա, ու գիտես ում հետ է գնացել։ Մկրտիչ Սրբազանի, ով որ հիմա էլի բանտում նստած է։ Բա, ասում է, ես չեմ աջակցել։ Չէ, ախպեր, ես կապ չունեմ, ես նիկոլական եմ, ես ալաշուքյուրական եմ, ես ոչ մի բան հետ կապ չեմ աջակցել։ Սուտ։
որովհետև տեսել էր որ ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնե, իր համայնքի ժողովուրդն էլ ասում են սրբազան ես, այն էլ է սրբազան, դու էլ ես սրբազան, մատել է սիգարը դիր էլի գնան դե, գլուխը կախ գնացել է, ես չեմ աջակցի։ Դա մեր առաքելության մաս չի կազմում, առավել ևս, երբ որ Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի չի, առավել ևս, նա Կանադայի քաղաքացի էր։ Ես էլ երկրորդ ցույցը, ոնց Հայաստանի քաղաքացի չի, Բագրատ Սրբազանը Հայաստանի քաղաքացի է, ուղղակի Հայաստանի քաղաքացիությունից բացի ունի նաև Կանադայի քաղաքացիություն, այն էլ ինչի ունի, որովհետև գնացել է Կանադայում հոգևոր ծառայության, որպեսզի այնտեղ կարողանա օրինական կացություն ունենալ, ստացել է անձնագիր քաղաքացիություն, որպեսզի օրինական իր եկեղեցական ծառայությունը մատուցի մեր եկեղեցուն ու ժողովրդին։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Դու օրինակ ունես Ադրբեջանի քաղաքացիություն։ Բա մի հատ բան արեք այդ 10 հոգով Նիկոլ Փաշինյանին ասեք, բան էլ կար այդ հարցով զբաղվի։ Նիկոլին ամեն հարցով մի անհանգստացրեք, կար այդ մարդը զբաղված է։ Արմեն Գրիգորյանին ասեք, ինքը Հիկմետ Հաջիևի հետ նորմալ հարաբերություններ են։ Հաջիևը Ալիևին կասի, մի հրամանագրով 10 հատ էլ կստանաք Ադրբեջանի քաղաքացիություն։ Կազմակերպի Պետրոս։ Դու Արմեն Գրիգորյանի համարը կունենաս, չէ՞, զանգի կանչում ես հարցազրույցների բան։ Արմենը ստե չի գալի, Արեգն է գալի քո, դրա նախկին մամուլի խոսնակն է։ Արեգ Քոչինյանի համարը դու ես մարդուն, զանգում ես Արեգ Քոչինյանի միջոցով զանգում ես Արմեն Գրիգորյանին, ասում ես, որ այդ ձեր 10 հոգու Ադրբեջանի քաղաքացիության հարցը շատ արագ ձևով լուծվի։ Դեկտեմբերի 31-ին է թոտա, դեկտեմբերի 31-ը համարվում է աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր։ Այդ օրն էլ դու հրամանագիրը ստորագրի։ Դուք ասում եք, որ եկեղեցին պետք է դուրս գա քաղաքականությունից։ Միանշանակ Այսինքն հիմա եկեղեցին քաղաքականության մեջ է։ Ինչպես եք բնորոշում ես ամեն ինչը։ Շատ հանգիստ ենք բնորոշում, բայց եթե 10 հոգի եպիսկոպոսներով էլ գնացել եք քաղաքական ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողի մոտ, դուք ինքներդ եկեղեցին քաղաքականացրել եք։ Դուք եք ձեր ոտով գնացել եկեղեցին քաղաքականացրել, ումից ես բողոքում։ Այսինքն վերջի անգամ այդ ցույցի մասնակցությունը ինչպես եք բնորոշում։ Սամվել Կարապետյանի։ Ասեք, եթե դրանից առաջ ես եմ ելույթ ունեցել, ինչպես կբնորոշեք։ Ինձ են ասել, որ ելույթ ունեմ, եթե չէ, երկրորդ անգամ երբ որ ինձ ասացի, դա կլինի իմ ինքնաոչնչացումը։ Այ բախտավար քեզ ինչ ինքնաոչնչացում, հələ դու մտածում ես, որ նոր պետք է ոչնչանաս, բախտիդ գլխին քար։ Լսի, ինչ Սամվել Կարապետյանը ինչ քաղաքականացում ես, ինչպես կբնորոշ, շատ հանգիստ կբնորոշենք, այդ ձրիակեր, եթե ուզում ես իմանաս, բայց Սամվել Կարապետյանը եկեղեցու ամենամեծ բարերարն է, եկեղեցին է մի կազմակերպություն է, որը կարա գոյատևի, առհասարակ գոյություն ունենա, միայն բարեգործության, մարդկանց հանգանակությունների հաշվին։ Հիմա եթե մենք ամենմեկս ամենափոքր հանգանակություններն ենք անում եկեղեցուն, Սամվել Կարապետյանը անում է ամենամեծը, դրանով են ապրում եկեղեցականները։ Դու էլ հիմա ասենք օրինակ Մասիսի եկեղեցին հերը դա կառուցե։ Ես գիտեմ, որ հերը չի կառուցե, չէ՞, դա կառուցել է Վարդանյան բարեպաշտ ընտանիքը, որոնք հայրենասեր, ազգասեր, նորմալ մարդիկ են, աստվածասեր, եկեղեցասեր լինելով իրանց հաջողությունը կիսել են մեր ժողովրդի հետ եւ բերել են իրենց աշխատանքի վայրում, որտեղ գործունեություն են։ Մի հատ մեծ եկեղեցի են կառուցել, դու ծես եք անում, չէ՞։ Մենք բոլորս գնում ենք ընդ աղոթք ենք անում, մենք ընդ գնում ենք եւ շնորհակալություն է։ Հիմա եթե այդ մարդիկ, այդ մեծ բարերարները, եթե հանիրավի հետապնդումների ենթարկվեն, մի հատ տեղ ընդամենը մի հատ կարծիք հայտնեն, կան այդ մարդկանց եղածը, բիզնեսը, ամեն ինչը ձեռներից խլեն, տանեն բանտարկեն։ Բայց դու պիտի կարծիք չարտահայտես, վրդովմունք պիտի չարտահայտես, բայց ինչ պիտի անես։ Դու ասես, հա, բռնին ես փախա, սիգարները դերտես, փախնես, հետո ուրիշ դե ծխես, հա դու։ Դու չպիտի կարծիք հայտնես, դե հիմա մեր պետությունը տենց է որոշե։ Բայց Սամվել Կարապետյանին համեմատում ես ուրիշ որևէ մեկի հետ, իր նվիրատվություններով եկեղեցուն։ Ու դու Սամվել Կարապետյանի ձերբակալության առիթով մի հատ կարծիք արտահայտել ես քու, հələ չեմ անում այդ կարծիքանով վնաս է գործին։ Համարում ես դες մի հատ մեծ բան, որտես դու հələ պետք է չանեիր, էլի։ Այսինքն
քեզ ասել են որ դու չես ֆայմ է որ դու այդ ելույթ ունենաս, քեզ ասել են, այդ ասելն է սխալ ես համարում։ Հանկարծ կարողա դու ոչնչանաս։ Պետք է ոչնչություն բառը ինչի՞ց է առաջացել։ Դու չնայած դու որտուս պիտի իմանաս այդ հավատանում դու հասարակ բառեր չես կարող ասես։ Ես ուղղակի ամոթահար Ձեզ ասում են գնացեք ցույցի եւ ելույթ ունեցեք։ Բայց ես ինքնագլուխ չի գնացել ելույթ ունենում։ Այ քեզ ուրա գլուխ հələ որ մի հատ էլ ինքնագլուխ է։ Ո՞վ ասում։ Այսինքն ես ավել Կարապետյան չեմ ճանաչել։ Շատ ուրախ եմ մեր եկեցու բարերարն, Աստված օրհնի իրեն, թող շուտապույտ ազատվի բանտից, բայց ես ճանաչել եմ։ Ես իբրև եկեցու բարերար եմ ճանաչում։ Ես անձամբ չեմ ճանաչել։ Դուք մտածում եք ես իմ նախաձեռնությամբ բարձրացա վերև ելույթ ունեցա։ Ահ դու անցի հաջորդ հարցին Պետրոս։ Ռուսաստանի կայքում ես մի հետաքրքիր բան գտա, թեմի հոգևորականները երթվել են հլու հնազանդ լինել մայրատորին։ Ինչ ասեմ։ Դուք տես ինստիտուտ ունեք, որ գալիս եք եւ բոլորով երթվում եք հլու հնազանդ եւ իշխանությունների հետ չհամագործակցել, որ դուք գախնի գործակների մեջ չմտնեք։ Չէ, Պետրոս, այդ ինստիտուտը մենակ ձեր տանն է, որ դուք մարդու կնիկ երթվեք հլու հնազանդ ծառայեք Նիկոլ Փաշինյանին։ Այդ ինստիտուտը մենակ ընդե է գործում, տես մի քանի հոգի կան էլի, տես մի երկուսն էլ կան, որ տես երթվում են հլու հնազանդ ծառայ, իրանց մոտ տես երթումով հլու հնազանդով չի։ Եկեղեցու կարգ ու կանոնը արդեն 17 դար գոյություն ունի։ Տեսեք իրենք ինչ ասես անում են, ինչ ասես խոսում են, ումը ասես պատվեր են տալիս, էլ քահանաներ, որ լրիվ հակականոնական է, կանոնից են խոսում, բայց ամենահակականոնական բանն է, որ մի քահանա կապ չունի որտեղ է ծառայում մայրաթորում, իմ թեմում կամ ուրիշ թեմում, իմ թեմում, հորդ թեմն է, հա, այսինքն այդ քու թեմն է, քու սեփականությունն է, հա, բդեշխ ես, հա, դու, էմիր ես դու, իմ թեմում, այդ քու թեմը չի է, այդ հայ առաքելական եկեղեցու թեմը, որին դու ընդամենը առայժմ ծառայում ես, հուսով եմ, որ առաջիկայում այդ չես ծառայի, այդ ղազյատն էլ չի ստեղծվի, այդ ղազյատին էլ չես ծառայի, իմ թեմում, բա դու կանոնական չես համարում, որ քահանան քեզ քննադատում է, քո դավաճանական գործունեությունը, բայց կանոնական ես համարում, որ դու ես դուրս գալի ուրիշ սրբազանների ու վեհապարի դեմ, էդի կանոնական է։ կապ չունի, քահանան իրավունք չունի եպիսկոպոսին բան քննադատական խոսք ասելու, ել չեմ ասում մեղադրելու դավաճանության մեջ։ Եպիսկոպոսը պիտի նամակ գրի, եթե այդպիսի բան կա։ Սա լրիվ հակականոնական է։ Ուրեմն հակառակ էս ամեն ինչի էս որ ամբողջ իրենց հասանելի ռեսուրսը, ել ընդդիմադիր մամուլ, ել չգիտեմ ընդդիմություն, ել այո, այսպես քահանաներ մի քանի հակառակ սրա որ այս ամեն ինչ այս բոլոր ամբողջ ռեսուրսը օգտագործում են մեր դեմ մեզ փնովելու համար, մեր կողմից ոչ մի բան չի հնչել։ Զուտ բանավոր ես եմ մի քանի անգամ այսպես խոսել, այս վերջերս 2 անգամ եմ խոսել, սա երրորդն է, ու ասել եմ, որ դա ինձ բնավ չի հիշեցնում հոգևոր ասպարեզը, այն լեզուն, ոճը, այն մոտեցումները, այսինքն ոնց կարելի է 10 եպիսկոպոսի նկար դնել ու գրել դավաճաններ ու դնել թեմի կայքում։ Այդ հիմա այս եպիսկոպոս սպասի, հեսա հարցերը կլուծվի, այդ ժամանակ եպիսկոպոս չես լնի, ու արդեն քեզ ոչ թե կքննադատեն, այլ Ալեն Սիմոնյանը կարող է գա հենց թքի վրետ։ Հələ կարող է հանկարծ հաշվի առնելով, որ դուք աղբերներով եք այդ կարգավիճակում, ձեզ իրանց տուն հյուր հրավիրեն, ընդհանրապես մեր ու տղա թքեն վրեկներդ։ Էդ էլ է հնարավոր, դու հələ դրանից ես զգուշելի, որովհետև դու ընես մարդկանց հետ ես հիմա ողջագուրվում ու համագործակցում, որ դրանից դու պիտի զգուշ լնես, զգուշ պիտի լնես։ Դե աղբորը օգնում է։ Ում ենք դավաճանել։ Աղբորը։ Ինչ հարցում։
աղբորը չեն դավաճանել, աղբերներով են դավաճանել Պետրոս։ Սրա աղբերն էլ Ռուսաստանի թեմում է հոգևորական, ու Ռուսաստանի թեմի, պատկերացնում եք, չէ, հսկա Ռուսաստանի թեմի բոլոր հոգևորականները ի աջակցություն, զորակցություն, իրենց կոչման, եկեղեցու հայտարարություն են տարածել, բացի սրա աղբորից։ Բա ցեղական է էլի։ Դե անտեր ցավը տենց բան է դավաճանությունը, որ ընկնում է ցեցի պես սաղին ուտում է։ Դե դու գիտես էլի, քեզ ինչ ասեմ Պետրոսյան։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր, Սելիոս դիտողներ Մասյատոցն թեմի առաջնորդ։ Էլի ասում եմ Մասյատոցն արա։ Պետրոս, կարող է այս մարդը քո վրա անենց մատնոց ֆրցնողի տպավորություն թողեց, որ դու ասենց չես կարողանում բառը ճիշտես մատնոց, Մասյատոցը, դա խառնում է Մասյացոտն թեմի առաջնորդն է։ Եթե նես ֆիրմա բաներ ուզում ես, ասա Մասաչուսեթսի առաջնորդ։ Արա պարզ բան էլի, ի վերջո էլի։ Թե մտածում ես մեկի ծոցից է եղե այդ ձևով ես շփոթվում, ոչինչ հեսա, որ դառնա արդեն սիրուն Թոխանշալուի Ղազիաթի առաջնորդ, արդեն քո գործն էլ հեշտ կլինի, հեշտ կասես։ Մենք կհանդիպենք, տեսություն։